Վաղուց եք այստեղ։ Մի ժամ։ Սպասում եք, որ ավարտվի գնանք։ Երեխաներն ենք բերել, որ գնանք մեր Սարդարապատը, տեսնենք։ Ինչ խորհուրդ ունի ձեզ համար այսօրը։ Խորհուրդը շատ է, շատ մեծ է մեր անկախության համար, մեր պետության վաղվա ապագայի համար, որ մենք պայքարում ենք, աշխատում ենք։ Դուք համամիտ եք օրինակ Նիկոլ Փաշինյանի հետևյալ մտքի հետ։ Նա այսօր Սարդարապատում ասել է, Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում առաջին հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարանքի առարկա դարձավ։ Ճիշտն ասած, ես չեմ լսել անձամբ իրենից, չեմ կարող ասել։ Երբ որ անձամբ լսեմ, կարողանամ խոսել, պատասխանել։ Ես կարծում եմ իր ուղերձը։ Դե հիմա այս պահը այնպիսի պահը, որ պետք չի քննարկել։ Դուք համաձայն եք այն մտքի հետ, որ պետք է մոռանալ պատմական Հայաստանը եւ ապրել իրական Հայաստան։ Չէ, ոնց կարող ենք այդպիսի բան մոռանալ։ Մենք ունենք մեր Հայաստանը, որը պետք է մեծ ապագա ունենա, անկախ այն բանից ով է ղեկավարում։ Մենք ցանկանում ենք, որ մեր հայրենիքը լավ լինի, լավ ապագա ունենա։ Իսկ տեսնում եք այդ ապագան։ Մենք պետք է պայքարենք, պետք է տեսնենք, պետք է աշխատենք։ Ում հետ եք կապում Հայաստանի ապագան։ Մեր ժողովրդի միասնության հետ։ Իսկ գործող իշխանության հետ կապում եք, հույսեր ունեք, որ ձեր պատկերացրած ապագան կլինի։ Ես նախկին իշխանություններին տեսել եմ, շատ դժգոհ եմ իրենց աշխատանքից, բայց այս պատերազմը մի քիչ այլ իրավիճակ ստեղծեց։ Մեր զոհվածների համար ցավում եմ, բայց հուսով եմ, որ պետք է ամեն ինչ լավ լինի հետագայում։ Այսինքն տեսնում եք ապագա այս իշխանության հետ։ Դե դա այնպիսի բան ես ասում, որ ոչ մեկ չի կարող կանխատեսել ինչ կլինի։ Ես միշտ հուսով եմ եղել, որ մեր իշխանությունները պետք է ճիշտ ձևով աշխատեն, ճիշտ վարելաձև ունենան։ Իսկ 7 տարվա կառավարման մեջ տեսել եք այդ ճիշտ կառավարման։ Դե հիմա ես տեսել եմ, որ լավ աշխատանքներ կան Հայաստանում։ Այս պահին Մադինայի միջնակարգ դպրոց են սարքում կրթահամալիր, որ երբեք ոչ մի անգամ մի մտքով չեր անցնի։ Ես դա տեսնում եմ, հենց մեր կողքի հետ։ Էսա մի 20 օրից մեր դպրոցը եռահարկը քանդում են, որպեսզի այդ աշխատանքները մի տարվա ընթացքում վերջնագծին հասցնեն։ Օրինակ ձեզ մտահոգում է այն հանգամանքը, Էլ չեմ ասում գյուղերում բազմապիսի աշխատանքներ են կատարում։ Ձեզ մտահոգում են հանգամանքը, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածքում են։ Դա պետության քաղաքականություն է, պետության գործն է։ Ինչ ասեմ, ոչ մեկս էլ չենք ուզում։ Հուսով եմ, որ պետք է եւ այս կառավարությունը եւ հետագա ուրիշ կառավարություններ պետք է առաջին հերթին մտածեն մեր անվտանգության մասին, երաշխիքներ ստեղծեն։ Այս կուզենայի, որ այն 30 տարվա ընթացքում, որ նախկին իշխանությունները կերել են, թալանել են, այ սահմանագծին լավ շինարարություն անեին։ Ասեք, ինչ են թալանել։ Ամեն ինչ են թալանել։ Ինչու 7 տարվա ընթացքում այդ Դե թալանչիները չեն նստել։ Հետ են բերում։ Հիմա Թալանչիները բանավոր իրավական պետություն է, պետք է այդ գործընթացները համապատասխան ձևով կատարվի, որ կարողանան այդ մարդկանց պատժի ենթարկեն։ Հիմա շատ է, դա ես չեմ կարող ասել։ Մի ամբողջ մամուլից, հերթատեսությունից, ամեն ինչից։ Այն որ ասենք ես ուսուցիչ եմ աշխատել, իմ աշխատավարձը ողորմելի աշխատավարձ եղել, բայց հիմա այո, դպրոցում Մարտունու Մադինա գյուղի միջնակարգ դպրոց, փող տնօրեն։ Ունացականեն Ստեփան։ Իսկ ձեր աշակերտներին, օրինակ Արցախի մասին ինչ եք ասում, որ Արցախը Ադրբեջան է։ Մեր աշակերտները այնտեղ կանգնած են, կարող եք մոտենալ հարցնել։ Ես ափսոսում եմ ամեն ինչի համար։ Շատ եմ ափսոսում։ Բայց հասարակ Նիկոլ Փաշինյանի, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Գիտեք, ես չեմ կարող հստակ այդպես ասել, բայց մենք գիտենք, որ մեր պատմական Հայաստանի մասին, եթե մենք խոսենք, ինքը ահռելի տարածքներ ուներ, բայց ուրա մենք ենք մեղավոր։ Պատմական հայ ժողովրդի ոչ միասնության պատճառով է այս ամեն ինչը։ Դուք համարում եք, որ Արցախը Հայաստան է։ Գիտեք, հողը նրան է, ով որ դրա վրա ապրում է։ Ցանկացած ժամանակ։
Եթե չկարողանաս քո հողը պահես, ուրեմն պետք է լինի թշնամու ձեռքը։ Հիմա ձեր տունը ով է պահում։ Դու ես պահում, չէ՞։ Եթե դու ամեն օր այդ քո տան ունեցվածքը ցրիվ տաս դեսուդեն տուն կմնա, չի Գլենդելը մնա։ հայերինն է։ Չէ, ինչ կա որ Դե հայերն են ապրում Գլենդելում։ կարող է ինքան շատանան, որ գլենդել են մերը լինի։ Այդպես չի։ Այսինքն ձեր տրամաբանությամբ որպես փոխտնօրեն դպրոցի կարծում եք, որ Գլենդելը հայերինն է, եթե հայերն են այնտեղ ապրում։ Չէ, այդպես չեմ կարող ասել, բայց հայերը կարող են այնտեղ ազատ ապրել։ Եվ ուրեմն Ես կուզենայի, որ մեր հայերը ցանկացած տեղ կարողանան ապրեն արժանապատիվ ձևով։ Չէ, Արցախը Հայաստանի տարածքային ամբողջականություն, պատմական Հայաստանի մի մաս համարում եք, թե Ժամանակին չեն կարողացել պահել։ Դրա համար տվել են ժամանակին չեն պահել այո 100 տարի առաջ, ելի մեր պատճառով։ Մենք ենք Երբ մեղավոր։ որ Արցախը ամբողջությամբ հանձնվեց 2020 թվականի պատերազմից հետո։ Դե պիտի կարողանային պահեին։ Ժողովրդի կեսը կարծես թե մեզ դեմ են Իսկ աշխատում։ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետը, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է։ Ես գիտես ոնց դա այնպեսի հարցեր են, որ զուտ պատմական հարցեր են։ Հենց այնպես չես կարող պատասխանել։ Վախենում եք երևի, Ես չեմ վախենում, Չէ, ես ոչ մեկից չեմ վախենում, ես աշխատում եմ, կարող եմ չաշխատել, Ինչ մասնագետ եք դպրոցում։ ընդհանուր տեխնոլոգիայի մասնագետ եմ, ֆիզկուլտուրա։